Պողոսյան շարունակվում է Սուրեն Նազիմյանի և ձեր միջև հեռակա մենամարտը։ Նազիմյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ փորձում էին պարտադրել, որ ստորագրեն 87 միլիոն դրամի խախտման ակտի տակ։ Եվ նա հայտարարել է, որ ապացույցներ ունի։ Ինչ կարող եք ասել։ Ոչ մի բան, կարծեմ մենք մեր կայքում մանրամասն հանգամանալից պատասխանել ենք։ Ներկում եք, որ այդպիսի բաներ են։ Ես կրկնեմ, մեր կայքում մանրամասն պարզաբանումը տրված է։ Դուք որպեսի հարցազրույց անի, ոչ թե որ դուք ուղղում եք կայքին։ Դուք երգում եք, որ նման բան է եղել։ Ես էլ ձեզ պատասխանում եմ, մանրամասն պատասխանը կայքում տեղադրված է։ Եվ նաև ես առաջարկել էի, որ հարցում անեք, որպեսզի ձեզ համար որևէ մութ տեղ չմնա։ Հարցում չստացանք, բայց այնուամենայնիվ կայքում տեղադրել ենք։ Հիանալի է։ Դուք որպես առողջապահության նախարար, եթե իսկապես Սուրեն Նազիմյանը 87 միլիոն դրամի խախտում է արել, այս մի քանի տարիների ընթացքում ինչու՞ չեն կալանավորել Սուրեն Նազիմյանը։ Հարգելիս, ես պատասխանել եմ հարցին, այլևս ավելացնելու ոչինչ չունեմ։ Պատասխանել եմ։ Եվ առանց հարցմանել մանրամասն պատասխանել եմ, այլևս այդ շահարկումներին, ստահոդ պնդումներին ավելացնելու որևէ միտք, ցանկություն չունեմ։ Նորից կրկնել նույն պատասխանը ինձ թվում է չարժի։ Ինչով եք պայմանավորում ձեր եւ տվյալ անձի միջև արկա լարվածությունը, աշխատանքային է, միջանձնային է, ինչով պայմանավորվում։ Ես որևէ մեկի նկատմամբ չունեմ լարվածություն, այդ թվում նաեւ պարոն Նազիմյանի, թե ինքը ինչ ունի լարվածություն, թե ոչ լարվածություն, տեղյակ չեմ։ Այս ընթացքում հաճախակի այս տարիներին ինչ որ դուք լարվել եք Ավանեսյան, տարբեր անձանց հետ այդ լարվածությունը եղավ, հա, ձեր տեղակալների, Ծաղիկ Վարդանյանի, իմ մարդկացի կարող եմ նշել, որոնք որ Արտակ Մանուկյանի այսինքն ինչ որ տնօրենների դուք ազատեցիք, հետո նրանք դիմեցին դատարան, նաև հաղթեցին, վիճարկեցին ձեր ազատումը, վերականգնվեցին, հետո ինչ որ հետո ինչ որ հանգամանքներ դելելով էլի այնպեսի պայմաններ ստացվեցին, այդ մարդը ստիպված եղան աշխատել, վճարել պետությունը դրա դիմաց։ Ես կարծում եմ ձեր նկարագրածը ճիշտ ցուցիչ է, որ մեր համակարգում իսկապես բարեփոխումներ են լինում, իսկ բարեփոխումների շրջանակներում չեն կարող չլինել փոփոխություններ եւ չի կարող լինել, որ այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս էին կազմում եւ մեր պատկերացումով չեն բավարարում մեր դրած չափանիշներին եւ չեն օգնում մեր բարեփոխումների իրականացմանը, այո, փոխվել են եւ իհարկե իրենք դրանից գոհ չեն, երջանիկ չեն, դա լրիվ նորմալ հասկանում եմ։ Տեսեք, եթե ներողություն եմ խնդրում, առողջապահական ոլորտի ուրեմն բարեփոխումները եւ համակարգային փոփոխությունները, այդ թվում նաեւ կադրային համակարգային փոփոխությունները մշտապես իմ օրակարգում է, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու են։ Ես ասեմ, որ առաջիկայում էլ եւ վստահ եմ ունենալու ենք թե ազատումներ, թե փոփոխություններ եւ ընդհանուր առմամբ մեր չափորոշիչներն ու նշաձողը քանի գնա բարձրանալու է մեր կադրերի նկատմամբ։ Արեգ Զեյնալյանի գրիգոր լուսավորիչի տնօրեն նշանակվել է այդ բարեփոխումների շրջանակում տեղավորվում, որովհետեւ հերթական մանդատից կամ այդ պաշտոնից ազատվածը մեկ այլ կիսամասնավոր կամ չգիտեմ ոչ ուղիղ կառավարության եւ օրինակ կառավարության ստորաբաժանում պաշտոնի նշանակվեց, ընդ որում բարձր աշխատավարձով ու նաեւ մամուլը քանչից գրեց, որ դուք այնտեղ ուզեցել եք ձեր մարդկանց տեղավորել աշխատակազմը, ղեկավար կամ այլ պաշտոնների չի ստացվել, մի աղջկա մասն է դուրսում, որ գնումների հանրության տեխներ ու դիմադրել են չեն ցանկացել ինչ է կանապել։ Դե կուզեմ կողմնորոշվեք հիմա ես իմ մարդկանց նշանակում եմ, թե չեմ նշանակում։ Խնդիրը ինչու՞մն է։ Չէ, 2 վայրկյան առաջ ասում եք վայ ստացվում է ձեր ուզած մարդկանց եք նշանակում։ Հիմա նորից ես կրկնեմ, որ ինձ համար կադրային քաղաքականությունը, ինչպես եղել է համակարգը փոխելու կարևոր գործոններից մեկը, այնպես էլ շարունակելու է մնալ։ Ես եթե կարելի է ավարտեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ գիտեք
տնօրեն լինելու եւ անձանց փոփոխություններով եւ առաջիկայում նաեւ ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որով որ տնօրենների նկատմամբ բժշկական կրթության պարտադիր լինելու հարցն է վերանայվում եւ մեր խորին համոզմամբ եւ նաեւ միջազգային փորձն ու այլ երկրների արդեն հաջողության պատմությունները ցույց են տալի, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը, օպերացիոն հատվածը, ոչ վիրահատական, այլ պրոցեսների կառավարման հատվածը եւ զուտ մասնագիտական բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի եւ ըստ էության դրանով նաև մենք համակարգային փոփոխություն կմտցնենք ընդհանուր կառավարման մեջ, առաջիկայում նաև այդ կիրականացնել։ Դե այն մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ։ Ինձ թվում է պետք է թույլ տանք, որ աշխատի։ Ընդհանրապես ես որպես հիմնադիր ես եմ նշանակում բժշկական կենտրոնների տնօրեններին միանշանակ։ Այո։ Աշխատանքի առողջապահության հանձնաժողովի նախագահն է, անդադթողները, նրա տեղակալը Լուսինե Բադալյանն է, ով եւս մամուլի հրապարակումների համաձայն ասում էր, որ պատրաստվում է մանդատը վայր դնել։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, նրան որ բուժ հաստատության տնօրեն կպատկերացնեք։ Ես կարծում եմ Տիկին Բադալյանը նման բան չի արել, չունի, դե կապրենք, կտեսնենք, կդնի մանդատը թե ոչ, ես նման լուրերի տեղյակ չեմ։ Տիկին Ամանասյան, դուք նկատի ունեք կերպարը, որ բուժ հաստատությանը կհամապատասխանեն։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Տիկին Ամանասյան, քանի որ դուք նաև ակտիվ ուսանողության նիստերին եք մասնակցում, Պաշտպանի եկեղեցու մարզերն նրա հետ ակտիվ էսպես շրջում եք, այլ հետաքրքիր է։ Այդ որտեղ եմ ակտիվ շրջել։ Բավականին ակտիվ ԿՊ-ի նիստերի մասնակցում։ Այո, իհարկե։ Գյուղի եք մարզերը գնում է, օրինակ հետաքրքիր է, որպես կուսակցական հարցը դուրս է առողջապահության ոլորտից։ Օրինակ ինչպես է վերաբերվում, երբ որ ազգային ժողովի նիստերի ժամանակ հրապարական Նիկոլ Փաշինյանը ոչ կոռեկտ իհարկե չեմ ցանկանա կրկնել դիմադիրներին վիրավորում, հայտնվում, բղավում է, դա ձեզ համար օրինակ որպես թիմի անդամ, ողջուն եք համարում։ Շատ հետաքրքիր է, որ դուք տենց հարցը շատ այսպես բան եք հստակ եք տալիս եւ օրինակ չեք տալիս ընդհանուր առմամբ ինչպես եք վերաբերվում սուր արտահայտումներին կամ հայհոյանքներին, ընդհանուր կամ բռնությանը։ Տեսեք, ընդհանուր առմամբ դե պատասխանեմ։ Ընդհանուր առմամբ ես հայհոյանքներին շատ վատ եմ վերաբերվում, բռնությանը շատ վատ եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում պետք է հնարավորինս ուրեմն մնանք հայհոյանքից եւ բռնությունից դուրս, այսքանը։ Տիկին Ամանասյան, ներողություն, այդ ձեր ողերին բարեկամ իսկին հեռավոր բարեկամ Արսեն Թորոսյանն էլ երեք հայհոյում էր ամբիոնից, որտեղ շատ պատկերավոր էր հայհոյում։ Այդ դու դրան ոնց եք վերաբերվում։ Ես արդեն ասեցի, ես ցանկացած հայհոյանքին վատ եմ վերաբերում։ Նիստերի ժամանակ էլ վատ հայհոյանք։ Ես հրապարակավ դա ասեցի։ Ասեք օրինակ Արսեն Թորոսյան, որ մի հայհոյի հարգելի գործընկեր։ Ես որևէ մեկին դաստիարակելու բան չունեմ եւ ես նորից կրկնում եմ եւ արդեն հրապարակային ասեցի, ցանկացած տիպի հայհոյանքին ես վատ եմ վերաբերվում։ ԿՊ-ի փակնիստերի ժամանակ էլ են նման հայհոյանքներ, վիճակագրություններ։ Թույլ տվեք ուղղակի չանդրադառնալ ձեր հարցին, որովհետեւ նման հարց անտեղիներ ոչ։ Պատասխանեցի։ Աշխատանքից ազատել էիք Թուքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին, ով դատարանով վերականգնեց աշխատանքը, սակայն Հիմա նա տնօրեն է։ Դատարանով հաղթեց եւ չվերականգնվեց աշխատանքի։ Որքան գումար եք վճարել հարկադիր պարագայթ։ Ուրեմն եթե դատարանով հաղթեր, ուրեմն եւ ըստ ձեր մեկնաբանությամբ նշանակման պարտադիրություն լիներ եւ դատարանը վերջնականապես դա հաստատեր, մենք չէինք կարող Դուք այդ կառույցը Թուքաբանության ազգային կենտրոնում միացրել եք մեկ այլ կառույցի։ Չենք միացրել։ Որպես իրավահաջող նա չէր կարող։ Մենք որևէ բան դեռ որևէ բանի չենք միացրել։ Հարցում արեք կպատասխանեն ձեզ։ Չէ, օրինակ դուք մեղավորություն չեք զգում, որ ձեր պատճառով պետությունը այնքան միլիոններ է վճարում։ Գիտեք, ընդհանուր առմամբ դատարանները Հայաստանում գնում են դեպի անկախացման եւ ես որևէ տնտեսվարող կամ որևէ պետական մարմին չի թելադրում դատարանը ինչ որոշում կայացնի եւ այո լինում են դեպքեր, երբ որ դատարանը կայացնում է որոշում ի օգուտ այն անձի, ով հայց է ներկայացրել կամ պատասխանող է եւ ոչ պետական մարմինն է եւ դա էլ նորմալ գործընթաց է ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում էլ պետական մարմինները պարտվում են եւ դա է
երաշխիքը ժողովրդավար, իրավական, օրենքի գերակայություն ունեցող երկիր լինելու համար, եւ եթե պարտվում ենք, դա իմ պատճառով չէ, եւ նորից եմ կրկնում, ես ձեր հարցին պատասխանեցի։